Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սիրելի հայրենակիցներ եւ գործընկերներ, այս էլ արդեն երևի 5-րդ տարին է։ Ամեն անգամ եւ քաղաքական մեծամասնությունը պարզապես պատրաստ չէ բովանդակային քննարկման եւ մեր բարձրացրած հարցերին չունի հոդաբաշխ պատասխան, դիմում է ցինիզմի, փողոցախոսությանը, խուժանախոսությանն ու գրեկությանը։ Ինչու՞ չէ նաև սադրանքին, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ սա խորհրդարանական երկրի թիվ 1 ամբիոնն է։ Սա ոչ կավեինի ռազմինկա է, ոչ էլ ոզնի հանդես կամ կրակաձիլ, որտեղ գնահատվեր ձեր սրամատությունը։ Ուրեմն սա բովանդակային քննարկման եւ հարցերին պատասխան տալու ամբիոնն է։ Այստեղ այսպես փորձում եք թաքնվել տեխնիկական վրիպակները ուղղելու քողի տակ, բայց իրականության մեջ փոփոխությունը բացարձակապես քաղաքական է եւ բացարձակապես բովանդակային եւ ինքը գործընթացը ինքնին հակաօրինական է եւ նաեւ հակասում է Վենետիկի հանձնաժողովի երաշխավորություններին, որոնք, ինչպես նաեւ հաստատեց Տիկին Ջուլհակյանը, այո, հիմնարար փոփոխություններ ընտրություններից 2 ամիս առաջ այսպես թույլ չեն տալիս կամ խորհուրդ չեն տալիս։ Եվ դուք ինքներդ եք այստեղ ձեր հիմնավորման մեջ հաստատում, որ ձեր փոփոխությունները սկզբունքային են, ինչպես հիմնավորման մեջ կա, նշված սահմանափակումները կրում են բովանդակային եւ սկզբունքային նշանակություն ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ եւ ավելի քան ակնհայտ է, որ սա այս նախաձեռնությունը քվեաթերթիկի անվան տակ տեխնիկական, չգիտեմ ինչ բաներ մեկ նշանակետ ունի, մեկ նախադասություն 81-րդ հոդվածի փոփոխությունը, կուսակցության դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, եւ սա հստակ ուղղված է կոնկրետ քաղաքական ուժին, սա հստակ ուղղված է ձեր վախերի, քաղաքական մեծամասնություն, ձեր վախերի, այո, հենց ձեր վախերը փարատելուն, եւ ես ձեզ ընդհանրապես խորհուրդ կտամ այս ամբիոնից քիչ ավարտում եմ, քիչ շահարկել ժողովրդավարությունը, որտեղ այն որևէ առնչություն չունի ձեր իշխանության բովանդակության հետ։